Բարև, ախպեր ես։ Գիտեք, ինչ 18 տարեկան իմ համար արդեն երեխա չէ։ Իրանց երեխեն ամենաուժեղն է, իրանց երեխեն մեսից մի քիչ է թույլ։ Խելացի մարդիկ սովորում են իրենց սխալների վրա։ Մարդ ինչքան քիչ խոսա, այնքան առաջ կգնա։ Պրիմիտիվ սխալներ են իրանք անում։ Սենց ասած մի քիչ արդար չի ստացվում, էլի։ Ինձ թվում է իմ սխալն է եղել։ Ինչը խանգարեց։ Շատ ուժեղ եմ իմ բնավորությամբ, բայց շատ սենց փխրուն եմ, շատ կարամ կոտրվեմ մի բանից, բայց ցույց չտամ, ոչ մեկ չի գալու քո տեղը վազի։ Հավաքականի ժամանակ ինձ շատ էր տանջում իմ կարգավիճակը։ Ամենաշատը ով է ձեզ քննադատում։ Երբեք չի եղել մի դեպք, որ ես գլուխ պահեմ, իմ կողմից էլ նվեր ունես։ Ողջույն հարգելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նոր ալիք YouTube-յան ալիքում։ Կրկին հանդիպում, կրկին ֆուտբոլային անձնավորության հետ եւ մի անձնավորություն, ում կարիերայի վերաբերյալ կարծում եմ շատ-շատերս ցավոք սրտի ափսոսելու տեղ ունեցել ենք, բայց հիմա կզրուցենք ու կհասկանանք նաեւ գուցե դրդապատճառները, թե ինչու էսպես ստացվեց։ Ու իհարկե կխոսենք հայկական ֆուտբոլի մասին եւ աշխարհի առաջնության մասին։ Մեր հյուրն է այսօր Էդգար Մանուչարյանը։ Ողջույն Էդգար։ Բարև ձեզ։ Ոնց է տրամադրությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Արև թե ցուրտ։ Ավելի շատ հով։ Հատկապես հիմա։ Էդգար ջան, դուք հիմա զբաղեցնում եք պաշտոն ԲԿՄ-ի մարշչական շտաբում ու առնչվում եք երիտասարդ ֆուտբոլիստների հետ, որոնք նոր քայլեր են անելու մեծ ֆուտբոլի ասպարեզում։ Կա ինչ-որ մի խորհուրդ, որ առաջին հերթին դուք փորձում եք իրանց հասցնեք, ուզում եք իրանց տակ, ուզում եք ճիշտ ուղու վրա դնեք, ո՞րն է այդ խորհուրդը։ Նախ եւ առաջ մեզ մոտ գալիս են տարբեր թիմերից զորակոչիկներ, շատերին կթվա թե մեր գործը շատ հեշտ է, բայց մեր գործը շատ դժվար է, որովհետև նոր խաղացողների հետ ավելի բարդ է աշխատել։ Այն ինչ մենք հիմա սովորացնում ենք զորակոչիկներին, այդ տարիքի խաղացողներին, դա պետք է անեին իրանք շատ վաղ տարիքում։ Բաց թողում է եղել, մենք անպայման սկսում ենք մինիմալ սխալներից սովորեցնել մինչև ամենաբարդ ինչ-որ սխեմաները, ֆուտբոլային ինչ-որ մտքեր հասցնել իրանց մեջ։ Դրա համար մեր գործը շատ բարդ է, փորձում ենք մանրամասն շատ խորը իրանց բացատրել, մեր իմացած, մեր տեսած հասցնել իրանց, որպեսզի խաղադաշտում իրանց համար շատ ավելի հեշտ լինի եւ իրանք շատ ավելի արագ սկսեն մտածել դաշտում։ Իսկ օրինակ բարդ չի, երբ որ այտենց կարճ ժամանակով գալիս են ԲԿՄ, սենց ասած մի քիչ արդար չի ստացվում, էլի, մի հատ փուլ է սկսվում ձեր համար, անընդհատ նոր, այս մարդուն, այս ֆուտբոլիստին տալիս ես գիտելիքներ, բայց հետագայում ոնց որ թե որ ուղով կգնա, արդեն ոնց որ ձեր ձեռքում չի գտնվում այդ։ Դե այդ արդեն մենք չենք կարող կոնտրոլ անենք, որովհետև մենք երբ եկել ենք ԲԿՄ, մենք իմացել ենք ինչի համար ենք գալիս, իմացել ենք, որ մեզ բարդ աշխատանք է սպասվում, իմացել ենք, որ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, սովորացնելու պատանի ֆուտբոլիստներին, այսպես ասած, մինչև սովորացնում ենք, մինչև այն ֆուտբոլն ենք ուզում տենանք, որ մենք իրանցից պահանջում ենք, արդեն զորացրվելու ժամանակն է գալիս։ Ամենակարևորը մեր համար, որ զորակոչիկները հետ են գնում իրենց թիմ, գոնե մի բան սովորած լինեն, կարևոր բան սովորած լինեն, հետագա իրենց կարիերայի համար։ Հենց հայկական ֆուտբոլի գլոբալ եթե վերցնենք, ԲԿՄ-ի պրոյեկտը ըստ ձեզ լավագույն քայլն էր, որ արվել է։ Միանշանակ։ Ես առավել քան վստահ եմ, դուք ուշադիր նայեք անցյալ տարի ԲԿՄ-ի խաղերը, ես չեմ հիշում գետ մեկ հանդիպում, որ ինչ-որ թիմ հեշտ խաղ անցկացնի ԲԿՄ-ի հետ։ Դա խոսում է խաղացողների առաջընթացի մասին։ Ֆուտբոլում այսպիսի բան ասում են, ֆուտբոլիստը խաղալով պիտի առաջ գնա, ու ես շատ համաձայն եմ։ Ես միշտ կողմ եմ եղել, որ լիմիտ լինի լեգիոներների համար, որպեսզի մեր հայ ֆուտբոլիստները ավելի շատ ժամանակ ունենան բարձր մակարդակով խաղալու համար, որովհետև երբ մենք ջահել էինք 15-16 տարեկան ենք, այդ ժամանակ շատ քիչ լեգիոներներ կային, հիմնական թիմերի խաղացողները հայեր էին, դա էլ է եղել խթան, որ մենք առաջ գնանք։ Դա շատ կարևոր բան է եւ այսօր շատ ֆուտբոլիստներ կան հրավիրում են ազգային հավաքական,
մանկապատանեկան մինչև 21 տարեկաններ։ Իրանց թիմերում խաղում են մեկնարկային կազմում եւ դա շատ կարեւոր բան է։ Գաղտնիքը ճիշտ աշխատանքն է։ Գաղտնիքը ճիշտ բացատրելն է ֆուտբոլիստներին։ Այնպիսի մարդիկ պիտի լինեն, որ ֆուտբոլից հասկանան, այնպիսի մարդիկ պիտի լինեն, որ ֆուտբոլի մանրուքները իրանք տեսած լինեն իրանց կարիերայի ընթացքում եւ դա բերեն տան պատանի ֆուտբոլիստներին։ Դու եթե մի դրվագը ֆուտբոլիստին ճիշտ չես բացատրում, ինքը ճիշտ չի սովորելու։ Դպրոցում եթե երեխային դասատուն սխալ է ուսուցանում, երեխան չի կարող խելքով լինի։ Ֆուտբոլիստի սխալները ճիշտ ձևով բացատրես, որ մյուս անգամ ինքը նույն սխալը չանի։ Որ ասում է խելացի մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, բայց շատ խելացի մարդիկ սովորում են արդեն ուրիշների սխալների վրա։ Դա այդպես է, ուղղակի ես չեմ ուզում թիմերից խոսամ, բայց գիտեք, ինչ 18 տարեկան իմ համար արդեն երեխա չէ, դի ամոթ էլ ասել երեխա է, բայց որ գալիս են պատանի ֆուտբոլիստները, այնպիսի պրիմիտիվ սխալներ են իրանք անում ու պարզ է դառնում, որ իրանք չեն սովորացել ճիշտ, իրանք այտենց գիտեն, իրանք էլ մեղադրելու չի, իրանք գիտեն այն, ինչ գիտեն, բերում են դաշտ, անում են այնպես, ինչպես իրանք սովորացրել են, սխալ։ Մենք մինչև այդ սխալները փորձում ենք ճիշտ դարձնել, արդեն 2 տարին անցնում է։ Նորից չեմ ուզում ոչ մի թիմի քննադատեմ կամ բան, բայց փաստը նա է, որ մի թափել սովորացնում ենք պրիմիտիվ բաները, որ իրանց մոտ ճիշտ ձևով ընկալվի։ Խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլից, խոսում ենք այդ անցումից դեպի ավելի մեծահասակների ֆուտբոլ։ Ըստ քեզ մեր մոտ ի՞նչն է գլխավոր խնդիրը, որ հենց կոնկրետ երեխաները շատ դժվարությամբ են գալիս հասնում արդեն մեծահասակների ֆուտբոլ։ Ինչ խնդիր ունեն, գուցե բնավորության հետ կապված, գուցե վախերի հետ կապված, գուցե պարզապես իրենց հետ քիչ են աշխատում, կամ գուցե ծնողներն են որոշակի առումով սխալ ուղղորդում իրենց։ Հիմնական պատճառներից մեկը, որ երեխաները նույն տեղում են մնում, դա ծնողների սխալն է, որովհետև փոքրուց ծնողները իրանց մեջ ամեն տեղ նստելով, խոսալով, թե իրանց երեխան ամենաուժեղն է, իրանց երեխան մեսից մի քիչ է թույլ, այդ նստվածքա տալիս երեխու մեջ, ինքը քիթը բարձր, ինքը մտածում է, ինքը արդեն մեծ ֆուտբոլը դրել է գրպանը, արդեն ինքը մեծ ֆուտբոլիստ է, դա շատ մեծ խնդիր է, ծնողները շատ զգույշ պետք է լինեն։ Ճիշտ ասած, ինչ չեմ դնում, չգիտեմ ում տեղը, բայց ես որ պատանիների հետ աշխատում եմ, ես լավ տենում եմ ինչն է իրանց հիմնական խնդիրը, դա չսովորացնելու խնդիրն է։ Մենք այնպիսի մարզիչներ չունենք մանկապատանեկան ֆուտբոլում, որ սովորացնի այնպես, ինչպես պետք է։ Գալիս են 15-16 տարեկան ճիշտ փոխանցում տալ չգիտեն, ճիշտ բացվել չգիտեն, ճիշտ դաշտը տենալ չեն սովորացրել, երեխան չգիտի։ Ճիշտ ասած, մեզ էլ այդպես չեն սովորացրել, սուտ կլինի ասել, որ մեզի սովորացրել են, մենք դրսի բակից ենք սովորել, բայց այն որ ասում է, ինչքան բակում խաղացել ենք, ասենք պատ խաղը պատով ենք սովորել, մենք ոչ մեկ մեզի չի սովորացրել, այդ ամեն ինչը նստվածք է տվել մեր մեջ, Էդի բերել ենք դաշտ, մենք ենք սովորել բակում այնքան ժամանակ խաղալով մենք ենք սովորել։ Եթե դու ֆուտբոլ չես խաղացել, դու չես կարող սովորացնես ոնց է ճիշտ փոխանցում տալը։ Ամենակարևոր տարիքը 10-12 այդ տարիքում դու պետք է արդեն տեխնիկան ինքը մաքսիմալ արդեն գնդակի հետ վարվել է իմանա։ Եթե չգիտի 10-19 շատ դժվար է։ Ոնց որ երեխեդ մեծանա 10 տարեկան իրան դաստիարակես, չի լինում, էլի։ Այ դուք այն ամենապայծառ կետն էիք, որ գրեթե ողջ Հայաստանը սպասում էր, որ այ հիմա Էդգար Մանուչարյանը գնաց Այաքս, այ հիմա մենք ունենալու ենք մեր նոր, չեմ նշի ինչ-որ ֆուտբոլիստի անուն, մեր Էդգար Մանուչարյանն է լինելու մեծ ֆուտբոլում։ Ինչը խանգարեց։ Ոչ մի բանը։ Չի խանգարը, ես նույն Էդգար Մանուչարյանն եմ, երբեք հետ չեմ նայել, երբեք, ես այդպիսի բնավորություն ունեմ, ես ապրում եմ այսօրվա օրով, ես չեմ հիշում երեք ինչ ա եղել։ Լավ գիտակցում եմ, որ սպասելիքները շատ մեծ են, անձամբ իմ սպասելիքները, իմ մոտիկների սպասելիքները։ Կոնկրետ խնդիր չեմ կարող ասեմ, ինձ թվում է իմ սխալն է եղել, ինձ թվում է ուրիշների սխալն է եղել, որ փոքր տարիքում այդքան մեծ ծավալի պարապմունքներով, նագրուսկաներով ամենտեղ ես խաղում էի, չեմ կարող ասել ինչքան է դա անդրադարձել
իմ հետագա կարիերայի վրա վնասվածքների վրա, բայց մեղքը ոչ մեկին է, այդպես է դասավորվել։ Երևի թե իմ ճակատագիրն է կարող է տենց է, ես ճակատագիրին հավատում եմ ընդհանուր, հավատում եմ, որ մարդու կյանքում ուղղակի ոչ մի բան չի լինում, եթե ինչ որ մի բանի պատասխանը հիմա չգիտենք, հետո հաստատ կիմանանք, թե ինչի է այդպես եղել։ Կարևորը հիմա առողջ ենք եւ փորձում ենք մաքսիմալ անենք մեր ֆուտբոլի համար, որպեսզի այն սխալները, որ մեր հետ են արել մարդիկ, մենք այդ սխալները չանենք գալիք սերնդի հետ։ Իմ կարծիքով հիմա ֆուտբոլի հիմնական շարժիչ ուժը ֆուտբոլիստների դա ֆիզիկական պատրաստականությունն է։ Եթե դու ֆիզիկապես ուժեղ չեղար, փոքր տարիքի երեխեքի դեմ էլ խաղաց չես կարող գրես, հաղթես։ Բայց իմ պարագայում ուրիշ է եղել։ Իմ պարագայում 15-ից մինչև 18-19 տարեկան ես ֆիզիկապես ուժեղ եմ եղել, ես խնդիր չեմ ունեցել, բայց ընդհանուր գլոբալ վերցրած, այո, մեր ֆուտբոլիստների ձգտումը, մինչև հասցնում ենք մեր ֆուտբոլիստների գլխի մեջ, որ եթե չվազես չես կարա ֆուտբոլ խաղաս, եթե եղունգով չքորես գլուխը չես կարա ֆուտբոլ խաղաս, ոչ մեկ չի գալու քո տեղը վազի, մոռացիր, դու պիտի ամեն ինչ ես, դու պիտի ձգտող լինես, դու պիտի նպատակ դնես, կամաց քո նպատակներին հասնես։ Պիտի մարդու մեջից լինի, ֆուտբոլիստների մեջ էլ Աստծո տված պիտի լինի։ Հիմա մանավանդ ֆիզիկապես մենք զիջում ենք ուրիշ հավաքականներին, եթե անկեղծ։ Էդգար ջան, ազգային հավաքականում 9 գոլի հեղինակ, կար մի պահ, որ զգացիք այս հավաքականի առաջնորդն եք ու պետքա ամեն ինչ վերցնեք ձեր վրա, չնայեք ոչ մեկի կողմ ու ինքնուրույն դառնաք հենց այն, ասում եմ, առաջատարը ու թիմը տանեք առաջ։ Շատ ուժեղ եմ իմ բնավորությամբ, բայց շատ քիչ մարդ գիտեն, որ մի տեղ էլ իմ ներսում շատ սենց փխրուն եմ, կարամ կոտրվեմ մի բանից, բայց ցույց չտամ։ Հավաքականի ժամանակ ինձ շատ էր տանջում իմ կարգավիճակը, որ ես չեմ կարում 100%-ով տամ այն, ինչ կարող եմ տալ, եւ դրանից իմ այդ առաջնորդի բնավորությունը երկրորդ պլան էր ընկնում։ Ես մի քիչ կոմպլեքսավորվում էի, չէի համակերպվում նրա հետ, որ չեմ կարողանում 100%-ով օգնել հավաքականին, բայց ես մի բան կարող եմ ասել, որ միշտ նվիրվել եմ հավաքականին, երբեք չի եղել մի դեպք, որ ես գլուխ պահեմ, եթե ես չեմ խաղացել, միշտ փորձեմ խաղընկերներին մաքսիմալ դուխ տալ, պատրաստել խաղին, նենց որ ես ապրել եմ հավաքականով, ապրել եմ իմ երկրով, ինչքան կարացել եմ իմ երկիրը լավ ձևով եմ ներկայացրել։ Էդգար ջան, մի փոքր sense ճանաչելով ձեր տեսակը, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ շատ դեպքերում շատ բաներ, որոնք որ ձեզ դուր չեն գալիս, դուք հեմորոստոմակուր չեք տալու, դուք ձեն հանելու եք։ Եղել է այդպիսի դեպքեր, որ օրինակ դիսկոմֆորտի վիճակ է եկել ու ասել եք մի րոպե, ես էս մարդն եմ, ես էս ինչ տեսակն եմ, խնդրում եմ հաշվի նստեք իմ էս տեսակի հետ։ Իմ հետ պահեք ձեզ հետևյալ կերպ։ Եթե ոչ, եկեք չշփվենք։ Ճիշտ ասած, այդպես խոսակցություն չի եղել, ես իմ պահվածքով եմ այդպես ցույց տվել, որ պրինցիպներ ունեմ, որ երբեք այդ պրինցիպներից հետ չեմ կանգնի, ոչ մի գումար, ոչ մի չգիտեմ ինչ չի ազդի դրա վրա։ Շատ անգամներ շատ դեպքեր եղել է, դրա ապացույցն է եղել։ Գիծը չեմ թողել, որ մարդ անցնի ու ցույց եմ տվել, որ ես էս մարդն եմ, եթե չէ, ուրեմն շփում չի կարա լինի, ես չեմ նայել մեծամասնության կողմը գնամ, ես ավելի շատ փորձել եմ փոքր մասնության կողմը գնամ, որովհետև վստահ չեմ, որ մեծամասնությունը ճիշտ է։ Իմ հասկանալով, իմ հասկացողությամբ ճիշտը գտնել, ճիշտը ասել ու կարևորը մնալ այնպես, ինչպես ես եղել եմ։ Երբեք ոչ մեկ ֆուտբոլի մեջ մանավանդ չի կարող ասել, որ Էդգարին 18 տարեկան ժամանակ ճանաչել եմ ու հիմա ինքը տարբեր մարդ է։ Միշտ մնացել եմ այն, ինչ եղել եմ, ես դրանով հպարտ եմ։ Էդգար ջան, աշխարհի առաջնությունն է հիմա ընթանում ու աշխարհի առաջնությունը շատ անհարմար ժամերի է ընթանում մեր համար։ Հասցնում եք հետևել խաղերին։ Ես միշտ սիրել եմ աշխարհի առաջնությունը, կապ չունի Թուլա հավաքականը թե չէ, հետաքրքրություն կա։ Երկրպագում էի, այդ իրանց վերաբերմունքը, իրանց թիմային խաղը, իրանց այդ կուլտուրան
Ճապոնիային էի ես երկրպագում, բայց Ճապոնիա-Բրազիլիա շատ հիասթափվեցի, որովհետև այն խաղը չէր, որ պիտի կրվեին իրանք, փոքր սխալների պատճառով, բայց ես քանի որ Մեսսի շատ մեծ երկրպագուն եմ, դրա համար Արգենտինան կուզեմ, բայց Իսպանիային էլ եմ սիրում, Իսպանիայի ֆուտբոլը ոնց է խաղում։ Իսկ կա տենց մի հավաքական, որ որ ասում են ծոմնի լաշ շատ կա է ձեզ համար, մտածում եք կարա անակնկալ։ Իմ կարծիքով Ամերիկան վատ հավաքական չունի, բայց ես գտնում եմ, որ Կոլումբիան էլ է առաջ գնալու։ Լավ հարմար ճանապարհ։ Հարմար ճանապարհ է, այնտեղ 1/4-ում ոնց որ Արգենտինան կարող է գնել, բայց Արգենտինայի խաղը նայելով բան 4 խաղը, իմ կարծիքով իրանց Եգիպտոսի հետ դժվար խաղ է սպասում, որովհետև Եգիպտոսը պին թիմ է, Արգենտինան որ 4 տարի առաջ էր, հիմա հաստատ չի։ Ձեզ մոտ կա տենց տպավորություն, ոնց որ Մեսսին այս աշխարհի առաջնությանը ավելի հավեսով ոնց որ խաղա։ Անցածին չեմպիոն դառան, բայց այս տարի մի տեսակ ոնց որ նոր երիտասարդություն է։ Դե չէ, Մեսսի է դա Դա լրիվ ուրիշ թեմա է։ Հիմա խաղալով մտածում եմ երեխեքի դեմ է խաղում, որտեվ իր IQ-ն այնքան բարձր է, ինքը աստծուց այնքան բան է ստացել ինքը, որ իր համար ֆուտբոլը պարզապես շատ պարզ խաղ է, էլի, բայց ընդհանուր ֆուտբոլը ինքը շատ բարդ խաղ է։ Մեսսի համար ես վստահ եմ, որ ֆուտբոլը շատ պարզ խաղ է, ինքը վայելում է, երեխեքի հետ վայելում է։ Աշխարհի առաջնության կիզակետում, երբ բոլորի ուշադրությունը հենց այդ կողմ է թեքված, հայկական ֆուտբոլային կյանքում սպասված իրադարձություն տեղի ունեցավ։ Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի ավագ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվում է Սաուդյան Արաբիան ներկայացնող Ալ Ահլի ակումբ։ Շուտով այն կհաստատվի նաեւ պաշտոնապես։ Այո, դեռ կան տարբերակներ Դորթմունդի Բորուսիայի հետ, սակայն դրանք հորիզոնի վրա շատ անհավանական գույներով են արտացոլված։ Այնպես որ Սպերցյանի Ալ Ահլի տրանսֆերը կարող ենք համարել ավարտված ու խոսել հենց դրա մասին։ Գործարքի արժեքը կազմում է 25 միլիոն եվրո, տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։ Նախ տեսնենք, թե ինչ ակումբ է Ալ Ահլին եւ ինչպես ասում են, ինչով է շնչում։ Ալ Ահլին կարելի է համարել Սաուդյան Արաբիայի 4 գրանտերից։ Ակումբի սեփականատերերը երկրի պետական ներդրումային հիմնադրամն է, ինչը երաշխավորում է կայուն ու մեծ բյուջե։ Թիմը այս մակարդակի համար լուրջ պատմություն ունի։ Հենց վերջերս Ասիայի Չեմպիոնների լիգան նվաճեց, ինչը այս նիշայի մեջ համարվում է առաստաղ։ Ամեն նոր մրցաշրջանում ակումբի առջև հետևյալ նպատակներն են դրված. հաջող հանդես գալ ներքին առաջնությունում եւ ունենալ հնարավորինս երկար ճանապարհ Ասիական Չեմպիոնների լիգայում։ Ահա տեսնում եք Ալ Ահլիի գլխավոր մարզչին, 38-ամյա գերմանացի Մաթիաս Յայսլե։ Նա նախկինում գլխավորում էր ավստրիական Զալցբուրգը, որի հետ բավականին հաջող մրցելույթներ ունեցավ։ Եվ սա դեռ մեղմ եմ ասում։ Յայսլեն ակումբի հետ պայմանագիրը վերջերս երկարաձգեց։ Ակումբի ղեկավարները նրա հետ կապում են հեռուն գնացող պլաններ։ Այս մասնագետի ֆուտբոլային մոտեցումները գերմանական պրեսինգի ու կոնտրպրեսինգի վրա են հիմնված։ Մարտավարության բովանդակությունն ու բաղադրիչները ինչ որ չափով Յուրգեն Կլոպից են վերցված։ Ֆունդամենտը հենց սա է։ Մայր պլատան է այսպես կոչված։ Էներգատար ինտենսիվ խաղ առանց գնդակի, անընդհատ քիփ ճնշում կիսաֆազաների մեջ, արագ անցումներ եւ դինամիկա ու մոտորիկա։ Մարզիչը հիմնականում կիրառում է 4-2-3-1 կամ 4-3-3 սխեմաները։ Սպերցյանը այս ֆորմացիաների մեջ պետք է որ հաջողությամբ տեղավորվի։ Կրասադարում նա սովորել է ինտենսիվ աշխատանք կատարելուն եւ դաշտում արագ որոշումներ կայացնելուն, ինչը այս հանգամանքներում կարող է ունենալ անկյունակարային դեր։ Յայսլեն ու Սպերցյանը պետք է որ իրար հասկանան մի հայացքից։ Գերմանացի մասնագետը դինամիկ ու տեխնիկապես պատրաստված ֆուտբոլիստներին իր թիմերում մեծ տեղ է տալիս։ Ինչ վերաբերվում է խաղային դիրքին, 4-2-3-1 սխեմայում Սպերցյանը կարող է գործել հարձակվողի թիկունքից, որպես կենտրոնական գոտու ֆիգուր։ Այստեղ նրա մրցակիցը թիմի box-to-box Էնցո Միոն կդառնա, ով հիանալի խաղ կազմակերպել գիտի, օգտավետ գրոհել երկրորդ տեմպից, բացել ազատ զոնաներ, իսկ եթե Սպերցյանին ընդգրկենք այս կոնստրուկցիայի մեջ, Միոն ու Սպերցյանը իրար հիանալի կլրացնեն։ Սա կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի ներքին առաջնության ամենահզոր կիսապաշտպանական զույգերից։ Կենտրոնական գծում մի փոքր ավելի խորքից հանրահայտ Ֆրանկ Կեսիան է հանդես գալիս։ Սերիայի սիրահարները նրան կհիշեն շատ լավ։ Կեսիան կօգնի Սպերցյանին եւ 50%-ով կհանի նրա պարտականություններից անընդհատ սև աշխատանքի մեջ գեներացված լինելը։ Էդոյի համար ազատ ստեղծագործելու դաշտ կբացի, իսկ երբ Էդուարդը ազատություն է ստանում, թե ինչ
ինչեր նա կարող է անել, մենք շատ լավ գիտենք։ Ալ-Ահլիում է խաղում նաև Յուվեի նախկին պաշտպան Դեմիրալը։ Իդեպ Ալ-Ահլիում է նաև մեկ այլ մեծ վարկանիշ ունեցող մարդ։ Խոսում եմ Չելսիի նախկին կիպեր, ակումբի ավագի պարտականությունները շատ հաճախ կատարող Էդուարդ Մենդիից, թե ինչպիսի դարպասապահական որակներ նա ունի։ Շատ լավ իրազեկված եք, բայց ավելի կարևորը դաշտի եզրերն են, որոնք նկատեք ինչպիսի ֆուտբոլիստներով են լրացված։ Բրազիլացի Գալենո եւ ալժիրցի Ռիադ Մարես։ Այսա արժի ամեն ինչ։ Սպերցյանի ու նրանց համագործակցությունը շատ խոստումնալից ֆոնով է պատված։ Մեծ գլխացավանքներ են սպասվում Ալ-Ահլիի ցանկացած մրցակցի։ Էդոն ազատ գոտիներ կբացի, իսկ պայթունավտանգ Գալենոն ու Մարեսը գնդակներ ստանալով Ալ-Ահլիի հարցակվողական ու կառուցողական ընդհանուր դիմանկարը համատեղ ուժերով կդարձնեն ավելի խայտաբղետ, ավելի սուր, ավելի արդյունավետ ու ավելի մեծ հեռանկարներ ունեցող։ Թիմում հարցակման գծում կա դիպուկահար Իվան Տոնիի պես, Կրասնոդարյան Ջոն Կորդոբայի պրոտոտիպը, իսկ Սպերցյանը նման ստրայկերների հետ կատարելապես հիանալի է համագործակցում։ Հոյակապես զգում իրեն դիրքային ֆուտբոլում, ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում հայտնվել գիտի, գոլային ուժեղ խոտարությամբ է օժտված եւ ունի աչք ծակող ռեալիզացիա։ Համոզված եմ Սպերցյանից նա այնքան մատակարարումներ կստանա, որ իր արդյունավետությունը ել ավելի կբարձրացնի։ Սրանով իսկ կաճի նաեւ Սպերցյանի կատարած գոլային ասիստների քանակը, իսկ սա գլխավոր չափորոշիչն է, թե ինչի համար Ալ-Ահլին Սպերցյանի տրանսֆերը իրականացրեց, այնպես որ այս տեղափոխության դրական կողմերը շատ են։ Տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ բարձր ցուցանիշ է։ Այս ամենի հետ հանդերձ բարձրակարգ ֆուտբոլիստների հետ խաղալը մարզվելը Սպերցյանին լրացուցիչ փորձառություն կտա, ինչն էլ խաղային ավելի բարձր նշաձողի կհանգեցնի։ Այո, կան նաև բացասական կողմեր։ Այս տարիքում տրանսֆերը Սաուդյան Արաբիայի առաջնության ճամբար կարող է նվազեցնել եվրոպական առաջատար ակումբներ տեղափոխվելու հավանականությունը, բայց դե Սպերցյանը ինչով է մեղավոր, որ եվրոպական ակումբները իրենց պահեցին շատ պասիվ։ Գումարած սրան այստեղ կա նաև կլիմայական խնդիր։ Ռուսաստանից Սաուդյան Արաբիա Սպերցյանին ադապտացիոն լուրջ շրջան է սպասվում։ Ամեն դեպքում մեր կիսապաշտպանը իր ընտրությունը արեց, եւ սա հաստատ ավելի լավ է, քան եթե նորից Ռուսաստանում մնար։ Մնացած ամեն ինչ ցույց կտա ժամանակը։ Ձեզ խնդրենք, որպեսզի մեկնաբանություններում ստորև ձեր կարծիքներով կիսվեք, Սպերցյանի սրտանց հաջողություն մաղթենք ու վերադառնանք տաղավար։ Էդգար ջան, հիմա ձեզ ցույց տամ 3 դրվագներ, որտեղ գալու է պահը ու կադրը դադարելու է։ Ոնց է ավարտվում այս պահը։ Աշխարհի առաջնությունն է։ Այստեղից հետո ինչ է լինում։ Իր կասեցումից, իր հարվածից երևում է, որ ինքը դրսի մասով է խփում աջ, երևի թե գոլ։ Մայո, Ջովանի Ռեյնան։ Դե իր քայլից արդեն ներում էր դրսի մասով ախպել, բայց չէի տեսել այս գոլ։ Ես ճիշտ ասած, որ կադրը նայում եմ, սկզբից չէի նկատել հենց որ։ Չէ, էսի չէի տեսել հաստատ։ Այս Բելինգեմինը, Խորվաթիա, նորից աշխարհի առաջնություն։ Էսի ինքն է խփում թե փոխանցում։ Չէ, ինքը երևում է, որ ինքն է խփում, ինքն է դարպասապայի վրա։ Դարպասապահը։ Նո, գոլ չի մտնում։ Գոլ չի մտնում։ Մտավ։ Սավոք։ Չէի տեսել, դե։ Ոչինչ։ Ու վերջինը, էս էլ Դեմբելեի բենեֆիսներ։ Նորվեգիա։ Ես էլ այս խաղը չեմ նայել, բայց քանի որ Դեմբելեն հետրիկ է դարել 10, թվում է 5 րոպեի ընթացքում, թե 20, կարամ ենթադրեմ, որ գոլ է։ Ճիշտ է, Էդգար ջան։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ է։ Մենք նոր բաժին ունենք մեր հաղորդման մեջ։ Ես 3 հատ հարց եմ պատրաստել, այդ 3 հարցը տալու եմ ձեզ, բայց ոչ թե որ դուք պատասխանեք, այլ զանգենք ձեր ցանկացած ընկերներից մեկին, ձեր հեռախոսագրքում ում համարը ունեք, զանգենք իրենց հարցնենք ու տեսնենք ով կպատասխանի այդ հարցերին։ Կա տենց մարդ։ Շատ լավ, փորձենք, ինչի՞ չէ։ Ես զանգ եմ, հեսա մի վարքյան։ Մալաքյան Էդգարին եմ զանգում։ Զանգում ենք Մալաքյան Էդգարին։ Շապատով։ Բարև, ախպերս։ Լսի, հիմա մենք հաղորդման ենք։ Զանգել եմ, որ դու 3 հարցի պատասխանես։ Ինչ հարցը։
Ինչ հարց է։ Առաջի հարցը։ Առաջի հարցը լսի։ Որ համարի մարզաշապիկով է Էդգար Մանուչարյանը ամենաշատը հանդես եկել հավաքականի կազմում։ Լսար թե կրկնեմ։ Որ մարզաշապիկով ամենաշատը խաղացել հավաքանում։ Հա։ Կարող մի քանի տարբերակ առաջարկել։ Մի քանի տարբերակ կարա առաջարկի, բայց ինձ թվում է եսին կգուշը։ Հիշում եմ թվերը, բայց թող առաջարկի։ Ահա։ Առաջարկեք։ 10, 15, 22 10, 15, 22։ 22 13 չկար։ 13-ով եմ խաղացել։ Այո, Երկրորդը։ Երկրորդ հարցը աշխարհի առաջնության կողմ են գնալու, դե կարծում եմ Էդգար Մալաքյանը 1-ից 1 կասի, որ հավաքականն է ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատը դարձել աշխարհի չեմպիոն։ Որ հավաքականն է դարձել աշխարհի չեմպիոն ամենաշատը։ Ահա։ Chat GPT չանես անկած։ Ես չգիտեմ էլ ինչ է, դրա ձևերը չգիտեմ, մենակ կգնա։ Հա։ Տարբերակներ չկա։ Արգենտինա, Գերմանիա, Բրազիլիա։ Բրազիլիա երևի։ Ահա։ Այո։ Գուշակեցիր երկրորդը։ Ու վերջի հարցը այս պահին, ասում աշխարհի առաջնությունը ընթանում է ու շուշուտ փոխվում է, որովհետեւ Մեսին ընդեղ է, բայց ով է եղել, եկեք մինչև այս աշխարհի առաջնությունը հաշվենք։ Ով է եղել ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստը աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում։ Կլոզեն, Ռոնալդոն, Կիրխոֆը։ Ճիշտ է։ Կլոզեն Ամենաշատ գոլ խփած Մեսին է, Մեսին նոր Իմ ընկերը չի կարա սխալ պատասխաններ տալ, հենց այդ հարցը։ Շնորհակալ եմ։ 3-ից 3, չէ։ Այո, շնորհակալ եմ Էդգար ջան։ Իմ կողմից էլ նվեր ունես։ Դե լավ։ Ահա։ Իսմը շատ པարզ հարցեր էր, բայց ինքը մի անգամից ասել, երևի չգիտեմ։ Չէ, դե նորմալ է, մարդ այդ պահին զբաղված էլ է ալնում, ուրիշ մտքեր էլ ալնում։ Էդգար ջան, բլից հարցերը տամ, որ տարբերակը ձեր սրտով մի անգամից կարաք ասեք։ Գոլ թե գոլային փոխանցում։ Գոլ։ Ձախ թե աչվոտք։ Ձախ։ Ամենաուժեղ մրցակիցը ձեր։ Ամենաուժեղ մրցակիցը։ Ոյ, շատ բարդ հարց եք տալիս։ Հոլանդիայում էլ է եղել ուժեղ մրցակից, Ռուսաստանում էլ է եղել ուժեղ մրցակից, բայց կնշեմ երևի Իգնաշևիչին։ Վառին կողմ եք թե դեմ։ Կողմ։ Վերջին րոպեին հաղթանակ թե 3-0 հաշվով հաղթանակ։ 3-0։ Մեսի թե Ռոնալդո։ Մեսի։ Լրակյաց թիմակից թե ամենաշատ խոսողը։ Նայած սիտուացիա։ Չեմ կարող այդպես ասեմ, բայց մարդ ինչքան քիչ խոսա, այնքան առաջ կգնա։ Դուգանային թե 11 մետրանոց հարված։ 11 մետրանոց։ Եթե ֆուտբոլիստ չլինեիք, ինչ ուղով կգնայիք։ Չգիտեմ։ Ես շատ մեծ կենթանասեր եմ, երևի այտենց մի կենթանիների հետ կապված այտենց մի բան, գազանանոցում կամ բան։ Ամենաշատը ով է ձեզ քննադատում։ Ոչ մեկ։ Չեմ թողում էլի քննադատեն, ես եմ քննադատում եթե։ Չեմպիոնություն թե անձնական մրցանակն է։ Չեմպիոնություն։ Կա մի բան, որը կուզենար փոխել Էդգար Մանուչարյանը իր կյանքում, բայց դեռ չի փոխել։ Ոչ մի բան։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ էլ։ Այսպիսի զրույց ունեցանք Էդգար Մանուչարյանի հետ։ Ես ճիշտ ասած շատ հավանեցի հարգելիներս։ Կարծում եմ դուք էլ եւ ձեր տեսակետները կուզեմ լսել նաեւ մեկնաբանությունների հատվածում։ Գրեք դրանք այդտեղ նշված հատվածում եւ իհարկե լայքեք, տարածեք տեսանյութը, բաժանորդագրվեք նոր ալիքին եւ սա Ինտերֆուտբոլն է, այստեղ խոսում ենք ֆուտբոլի մասին, իսկ դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։ Կեցեսան այդ 10-ից 10 մխմ եմ։ Չէ՞։ Պրոստը 3 հատ։ Դե լավ, 3-ից 3 գրած։